ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք ջահերով երթի մասնակիցներից Ռոբերտ Մանուչարյանի հետ։ Ռոբերտ, ամեն տարի մասնակցում եք ջահերով երթին եւ այս անգամ ինչ ոգով եւ ինչ տրամադրվածությամբ եք այստեղ եկել։ Ամեն տարի մասնակցում եմ, այս տարի եւս բացառություն չի։ Այս տարվա խորհուրդը իմ կարծիքով ավելի կարևոր է, ինչի, որովհետև Հայաստանի իշխանությունները գնում են ցեղասպանությունը ուրանալու ճանապարհով, ես վստահ եմ դրանում։ Հիմա փորձեմ բացատրել իմ տեսակետը։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿՊ-ն իր նախընտրական ծրագրում խոսում էր միջազգային ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթություն կարգելու մասին։ Հետո հիշում եք ինչ եղավ, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ցեղասպանությունը այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի հանդիսանում, ինչը ասա նշանակում, որ այս մեկն էլ ուրացան։ Ինչպես ուրացան Արցախը, ինչպես ուրացան ամեն հայկականը, սա էլ ուրացան։ Եվ նաև եւս մեկ հատկանշական դրվագ, հիմա գիտենք, որ ակտիվ քննարկվում է սահմանադրական բարեփոխումների թեման եւ անկախության հռչակագրի թեման մասնավորապես, որը միշտ խնդրահարույց է եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Մենք ունենք անկախության հռչակագրի 11-րդ կետ, որտեղ խոսում է ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, դրան սատար կանգնելու մասին, հա, այդ ամեն ինչին։ Նաև անկախության հռչակագիրը հանելով այդ մասն էլ է դուրս գալիս սահմանադրության մեջից։ Այսինքն մենք ունենք երկու հստակ հիմնավորում, որ այս իշխանությունները գնում են ցեղասպանությունը ուրանալու ճանապարհով։ Դուք որպես երիտասարդ այսօր այստեղ մասնակցելով ջահերով երթին ինչ ուղերձ եք ուզում փոխանցել թե ձեր տարեկիցներին եւ թե օրինակ Թուրքիային, Ադրբեջանին, նրանք են չէ այս ջահերով երթի հիմնական հասցեատերը, որ պայքարը շարունակվում է, ինչպես որ այս տարվա կարգախոսում է նշվում։ Եկեք ես արձագանքեմ Բագրատ Սրբազանի ուղերձով, որի դատն էր այսօր եւ որը դատարանի դահլիճից հղեց ուղերձը հայ ժողովրդին, որ պայքարը այլընտրանք հաղթանակ այլընտրանք չունի եւ հաղթանակը չի ուշանալու։ Վստահ եմ ավելի քան 45 օրից մենք ունենալու ենք հաղթանակած պետություն, ունենալու ենք արժանապատիվ պետություն, ունենալու ենք ուժեղ պետություն, ուժեղ Հայաստան։ Բայց ամեն դեպքում իմ հարցին գալով, հա, դուք Թուրքիային եք այսօր ուղերձ հղում, որ մեր պայքարը շարունակվում է։ Այս օրվա խորհրդի մասին խոսելով ինչ ուղերձ ունեք։ Մեր պայքարը շարունակվում է, ամեն տարի բնականաբար թիվ 1 հասցեատերը Թուրքիան է, նաև Ադրբեջանը, որը նույնպես ցեղասպան քաղաքականություն վարեց 2023 թվականին Արցախում, եւ բնականաբար Թուրքիային մենք այս մեր երթով հիշեցնում ենք, որ հայ ժողովուրդը, չնայած որ Հայաստանի քաղաքականությունը այս պահին տարբերվում է, բայց հայ ժողովուրդը շարունակում է լինել պահանջատեր, հայ ժողովուրդը շարունակում է տեր կանգնել իր իրավունքներին։ Բնականաբար թիվ 1 հասցեատերը Թուրքիան է եւ այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Շնորհակալություն շատ։ Ես էլ եմ շնորհակալ։